Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, քույրեր ու եղբայրներ։ Այսօր ես ցանկանում եմ մի երկու հաղորդում սկսել, մի երկու խոսքով Փաշինյան Նիկոլի եւ նրա աջակիցների ու խաղամախոհների վերաբերյալ նիկոլական զոմբիներ։ Իմացեք, որ ողջունի իմ խոսքը ձեզ չի վերաբերվում, դուք հարգելի հայրենակիցների ցուցակում չկաք եւ չեք կարող լինել։ Այսօր յուրաքանչյուր առողջ դատողություն ունեցող հայ մարդ նշանակություն չունի կին թե տղամարդ, շատ լավ գիտակցում եւ հասկանում է, թե ինչպիսի ծանր իրավիճակում ենք մենք հայտնվել։ Ես օրինակ ամաչում եմ, որ իմ հայրենիքի տարածքում այսօր գործում է պետական կառավարման մի համակարգ, որը կոչվում է Հայաստանի Հանրապետություն, եւ այդ հանրապետության առաջին դեմքը, ղեկավարը Փաշինյան Նիկոլի նման այլասերված երկոտանի մարդանման մի կենդանի է։ Ես ամաչում եմ, որ սրա նման պարազիտը ներկայացնում է իմ երկիրը, իմ ազգը, իմ ժողովուրդը։ Ես ունեմ աղջիկ երեխա 18 տարեկան եւ կամաչեմ օրինակ իմ աղջկան ասել, գիտես աղջիկս վերցրու եւ ընթերցի Փաշինյան Նիկոլի գրած գիրքը, որպիսի որոշակի պատկերացում ունենաս, թե ինչպիսի հայացքների ու գաղափարների տեր արարած է Փաշինյան Նիկոլը։ Իհարկե ոչ բոլորի համար է դա այդպես, նիկոլական զոմբիների համար ամեն ինչ շատ լավ է։ Եվ ժողովուրդ ջան, ես ձեզ խորհուրդ կտայի, օրինակ, սրանց բանի տեղ չդնել, շան տեղ չդնել, ընդհանրապես հաշվի չառնել, որ սրանք գոյություն ունեն։ Սրանցից ոչ նեղացեք, ոչ վիրավորվեք, ոչ էլ բանավեճի կամ վիճաբանության մեջ մտեք։ Սրանք ուղեղի թերություն ունեն, շեղված են, սրանք թեր զարգացած արատավոր մարդանման արարածներ են եւ բնությունը արդեն սրանց պատժել է, տարապում են ամբուժելի հիվանդությամբ, սրանց մոտ շիզոֆրենիայի վերջին ստադիան է եւ իմ խորհուրդն է իսկապես սրանց հետ գլուխ չդնել, բայց կուզենայի, որ եթե չեք համակերպվում, որ Փաշինյան Նիկոլի նմանը մեր երկրի ղեկավարն է, ապա համացանցը ողողեք նմանատիպ տեսանյութերով, դուրս եկեք եւ ձեր կարծիքը հայտնեք, թե ինչ եք մտածում սրանց մասին, Նիկոլի մասին, բայց բանավեճի մեջ մի մտեք սրանց հետ, որովհետեւ եթե սկսեք վիճել, առաջինը ձեր նյարդերը կփչացնեք եւ երկրորդը սրանք իրենց մարդ կզգան, որ իրենք մարդ են։ Նիկոլական զոմբիներ, իմացեք, որ ինձ համար Փաշինյան Նիկոլից ավելի զզվելի ու գարշելի, ավելի ստոր տականք գոյություն չունի։ Սրա նման տականք մարդկության ամբողջ պատմության ընթացքում չի ծնվել եւ չի էլ կարող ծնվել։ Սա յուրահատուկ նմուշ է, սատանայի յուրահատուկ նմուշ է։ Նույնիսկ սատանան զարմանում է սրան, որ նայում է։ Ինչ հատկանիշներով է օժտված ես։ Եվ ժողովուրդ ջան, կարծում եմ արդեն 3-5 րոպե կլինի խոսում եմ սրանց մասին, սրանից ավել պետք չէ սրանց մասին խոսել, եկեք ավելի լավ բաներից խոսենք։ Դուրս եկեք ու ասում եմ, ձեր կարծիքը հայտնեք սրանց մասին, թող ընդամենը լսեն, լսեցնել տվեք, թե ինչ կարծիք ունեք սրանց մասին եւ Նիկոլի մասին։
Ընդամենը այսքանը, բայց բանավեճի մեջ, վիճաբանության մեջ չմտնեք այդ զոմբիների հետ։ Հիմա եկեք ավելի լավ բաներից խոսենք։ Նայեք ժողովուրդ, մենք որպես ազգ տիրապետում ենք մի հարստության, որի մասին մեր ազգի մեծամասնությունը 95-98%-ը նույնիսկ տեղյակ չէ։ Դա մեր լեզուն է, հայոց լեզուն։ Կներեք մի բան էլ ասեմ, օրինակ շատերը կարող են ասել, միգուցե պետք չէ, որ սրանց այսքան վիրավորական, այսպես կոպիտ ձևով սրանց մասին խոսելը, արտահայտվելը հրապարակայնորեն, ոչ, անհրաժեշտ է, ժողովուրդ ջան։ Անընդհատ սրանք պետք է վախենան, մտնեն համացանց, որովհետև ամենուրեք այդպիսի տեսանյութեր պետք է լսեն, թե ժողովուրդը հայ ազգը ինչ է մտածում այդ մի քանի տոկոս զոմբիների ու իրենց ղեկավարի մասին։ Պետք է այդպիսի կոպիտ խոսքերով, վիրավորական խոսքերով սրանց մասին ձեր կարծիքը հայտնեք։ Հիմա շարունակեմ միտքս։ Հայոց լեզուն յուրահատուկ լեզու է, ժողովուրդ ջան։ Այն իր բառերի կազմավորման ճշգրտությամբ գերազանցում է աշխարհի բոլոր լեզուներին։ Եվ մենք ունենք դարավոր թշնամի, դա թուրքը չէ, թուրքը մեր գլխավոր թշնամու ձեռքի գործիքներից մեկն է, այդ դարավոր թշնամուն մենք մեկ բառով անվանում ենք ջհուդ։ Ջհուդը դա ազգ չէ, ոչ էլ ցեղատեսակ է, դա էության տեսակ է։ Մեր աշխարհում գոյություն ունի երկու տեսակի էություն, աստվածային եւ սատանայական։ Ջհուդը դա սատանայական էության տեսակն է։ Եվ այսինքն մեր ազգի թշնամին սատանայական էությամբ արարածներն են։ Եվ այդ արարածները ավելի լավ տեղյակ են, թե ինչ գին ու արժեք, իմաստ եւ նշանակություն ունի մեր լեզուն, քան թե մենք հայերս։ Եվ մեր թշնամության գլխավոր պատճառը, մեր ազգի եւ այդ սատանայական էությամբ արարածների թշնամության գլխավոր պատճառը հանդիսանում է հայոց լեզուն։ Եվ հիմա ես ավելի մանրամասը ասեմ, բացատրեմ, թե ինչու է հայոց լեզուն հանդիսանում թշնամության պատճառը։ Նայեք ժողովուրդ, հայոց լեզուն իր մեջ պարունակում է բազմաթիվ գաղտնիքներ։ Իր մեջ պարունակում է բազմաթիվ կարևորագույն հարցերի պատասխաններ։ Եվ որպիսի ամբողջ մարդկությունը այդ ամենից տեղյակ չլինի, այդ սատանայական էությամբ արարածները որոշում են կայացրել ամեն ինչ անեն, որպիսի հայոց լեզուն ընդհանրապես վերանա, անհետանա։ Իսկ դա կարող է անհետանալ միայն այն ժամանակ, եթե հայոց լեզվով խոսացող մարդիկ չլինեն։ Եվ նրանք տարբեր մեթոդներով ծրագրեր մշակելով կարողացել են եւ դեռ ոչ ամբողջությամբ կարողացել են հաստատել են իրենց աշխարհակարգը եւ այդ նպատակին ցանկանում են հասնել։ Մենք դեռ հայերս գոյություն ունենք եւ ասեմ թե ինչպես։ Օրինակ ցանկացած լեզու ունի իր լեզվամտածողությունը եւ այդ լեզվամտածողության շնորհիվ կարելի է այդ գաղտնիքները բացահայտել։ Եվ դա ինձ հաջողվել է։ Ես կարողացել եմ ինձ համար պարզել եւ բացահայտել հայոց լեզվի մի շարք գաղտնիքներ, որոնց մասին ես հրապարակայնորեն դեռ չեմ խոսում, հրապարակայնորեն ձեզ չեմ տեղեկացնում, խոսում եմ մասնակիորեն եւ որոշակիորեն այդ մասին, ինչու ոչ թե որ չեմ ցանկանում ձեզ ասել այդ մասին, այլապես պատճառը այն է, որ չեմ խոսում եւ չեմ ասում ձեզ մեր նպատակները, որովհետեւ տարբեր են, ժողովուրդ ջան։ Երբ մեր նպատակները կլինեն նույնը, այդ ժամանակ էլ ես մեծ սիրով ձեզ այդ գաղտնիքների
գաղտնիքների մասին կխոսեն, կտեղեկացնեն։ Օրինակ, եթե ժողովուրդ ջան, ես դուրս գամ ու ասեմ, գիտեք հայեր ջան, եկեք վաղը ժամը 3-ին, օրինակ Երևանի կենտրոնական հրապարակում հավաքվենք եւ ձեզանից յուրաքանչյուրին ես $100 փող կբաժանեմ, ապա համոզված եմ, որ հարյուրավոր, հազարավոր հայեր կգաք, որ այդ գումարը ստանաք։ Իսկ եթե $100 փոխարեն ասեմ $10,000, ապա միլիոններով երկելով ապարելով կգաք, որպեսզի այդ փողը ստանաք, իսկ պատկերացրեք, եթե ես ձեզ խոստանամ ամեն մեկիդ $1 միլիոն բաժանել, ապա ես համոզված եմ 15 միլիոն հայությունը Սփյուռքից բոլորդ կգաք, որպեսզի այդ գումարը վերցնեք։ Ես իհարկե դրա համար ձեզ չեմ քննադատի, մենք փողային աշխարհում ենք ապրում, նյութական աշխարհում ենք ապրում եւ առանց փողի հնարավոր չէ, ես ինքս կգնայի այդ փողը վերցնելու համար, առանց փողի հնարավոր չէ, ես ձեզ չեմ քննադատի այդ քայլի համար, բայց օրինակ եթե ես դուրս գամ ձեզ ասեմ հայեր ջան, եկեք հավաքվենք ժամը 3-ին, այն նպատակով, որպեսզի երկիր մոլորակի վրա նոր աշխարհակարգ, փլուզենք հին աշխարհակարգը եւ հաստատենք նոր աշխարհակարգ։ Ես համոզված եմ, որ չեք գա։ Դուք այդպիսի նպատակ չունեք ձեր առջև դրված։ Եվ հիմա ինչ իմաստ ունի, ես դուրս գամ այն գաղտնիքները, որ բացահայտել եմ հայոց լեզվի մեջ, ձեր հետ կիսվեմ։ Դա այդ ինֆորմացիան ձեզ անհրաժեշտ չէ, ձեր նպատակների համար կարևոր չէ, նշանակություն չունի։ Եվ հիմա նայեք ժողովուրդ ջան, ես մասնակիորեն ասեմ, այդ գաղտնիքներից մեկի մասին ասեմ, հայոց լեզվի լեզվամտածողության հիման վրա ես պարզել եմ, որ թե ինչ է կրոնը։ Հայոց լեզուն ինքը իրենով բացատրում է, թե ինչ է կրոնը։ Եվ իմացեք, որ ոչ քրիստոնեությունը, ոչ էլ մահմեդականությունը կրոնի հետ որևէ կապ չունեն։ Երկիր մոլորակի վրա չկա մի մարդ, որ չլինի կրոնավոր։ Բայց քրիստոնեությունը, մահմեդականությունը, բուդդիզմը դրանք կրոններ չեն, դրանք տեսություններ են, դրանք ուսուցումներ են։ Եվ այդ սատանայական էությամբ արարածները, մի խումբ արարածներ, այդ տեսությունների հիման վրա շնորհիվ կարողացել են ներխուժել տարբեր երկրներ, բազմաթիվ երկրներ, բռնազավթել այդ երկրները եւ հաստատել են իրենց աշխարհակարգը։ Այսօր գործում է այդ սատանայական աշխարհակարգը։ 301 թվականին նրանք քրիստոնեության միջոցով ներխուժեցին մեր երկիր Հայաստան եւ առաջինը ինչ արեցին, նրանք քարուքանդ արեցին, հիմնահատակ ավերեցին մեր աստվածային տաճարները, ինչու, որովհետև այնտեղ գտնվում էր հայ գրերու գրականությունը։ Մեսրոպ Մաշտոցը հայ գրերը չի ստեղծել, նա վերականգնել է։ Մենք ունեցել ենք գիր ու գրականություն եւ այդ սատանայական էությամբ արարածները հենց նրանց գլխավոր նպատակը այդ էր, որպեսզի հայոց լեզուն ընդհանրապես անհետանա, գոյություն չունենա։ Դրա համար նրանք ինչ արեցին, ավերեցին տաճարները եւ այդ ամբողջ գիր ու գրականությունը, որ մենք որպես մշակույթ ունեցել ենք, չգիտեմ, այրեցին, ոչնչացրեցին, թե ավելի վստահ պատվալներում, օրինակ Վատիկանի պատվալներում թաքցրեցին, ես չգիտեմ, տեղյակ չեմ։ Համոզված եմ, որ Վատիկանի պատվալներում շատ հայկական գիր ու գրականություն կա եւ սուրական մարդիկ չեն կարող այցելել ու տեսնել այդ ամենը։ Քրիստոնեության եւ մահմեդականության տարածման նպատակը որն էր, որ այդ տեսությունների շնորհիվ այդ սատանայական էությամբ արարածները ազդեցություն ունենային մարդկանց մտածելակերպի եւ հոգեբանության վրա։ Իսկ եթե դու կարողանաս ազդել մարդու մտածելակերպի եւ հոգեբանության վրա, ապա դու կկարողանաս եւ այդ մարդկանց ստրկացնել, շահագործել, օգտագործել, կառավարել, իշխել եւ իշխնել նրանք այս 2000 տարվա մեջ կարողացան իրականացնել եւ այսօր գործում է նրանց
աշխարհակարգը, սատանայական աշխարհակարգը։ Եվ այսօր համացանցում դուք բազմաթիվ տեսանյութեր կտեսնեք տարբեր մարդկանց կողմից, որոնք խոսում են նոր ոսկե դարաշրջանի մասին, որ նոր մարդկությանը նոր դարաշրջան է սպասվում, եւ իմացեք ժողովուրդ ջան, որ այդ նոր դարաշրջանը, այդ նոր աշխարհակարգը, որը իբր թե պետք է գա, դա մեր ազգի առաքելությունն է։ Դա կարող է իրականացնել, այդպիսի ծրագիր կարող է իրականացնել միայն մեր ազգը, դա մեր ազգի առաքելությունն է։ Դա նշանակում է, որ մեր ազգի մեջ պետք է ծնվի ինչ-որ մեկը, որը պետք է այդ ծրագիրը իրականացնի։ Իսկ մեր հայրենակիցները, իսկ ամբողջ հայ ժողովուրդը պետք է աջակցի այդ մարդուն, ամեն մեկը իր ռեսուրսներով, ամեն մեկը իր գիտելիքներով, իր իմացությամբ, որպեսզի այդ ծրագիրը իրականացվի։ Եթե դա չարվի, ապա ոչ մի ոսկե դարաշրջան էլ մարդկությանը չի սպասում, ինք իրեն երկնքից 3 խնձոր չի ընկնելու, որպեսզի մենք վայելենք այդ ոսկե դարաշրջանը։ Հասկանում եք։ Հիմա, այսինքն մեր ազգի մեջ պետք է ծնվի ինչ-որ, չգիտեմ, որ երրորդ դարում, թե դեռ չի ծնվել է, թե պետք է ծնվի դեռ ապագայում, հասկանում եք, դա պետք է լինի մեր ազգի միջից։ Հիմա ցանկանում եմ ձեզ հարց տալ։ Եթե այդ մարդը ծնվել է, այդ երիտասարդը, տղան, աղջիկը, չգիտեմ ով պետք է լինի, ծնվել է, դուք ինչպես եք հասկանալու, որ այդ մարդը հենց այդ մարդն է։ Եթե նա օրինակ դուրս չգա ու ասի, որ գիտեք ժողովուրդ ջան, այդ մարդը ես եմ։ Եթե նա չասի, դուք կհասկանաք։ Ես համոզված եմ, որ դուք չեք հասկանալու։ Դուք չեք տեսնելու այդ մարդուն։ Միգուցե նրա հետ շփվեք, խոսեք, զրուցեք, բայց դուք չեք հասկանալու, որ այդ մարդը հենց այդ մարդն է։ Իմացեք, որ այդ մարդը ծնվել է։ Ծնվել է վաղուց, ծնվել է 1971 թվականին, լույս աշխարհ է եկել 72 թվականի սեպտեմբերի 3-ին։ Այդ մարդը ես եմ։ 2011 թվականին ստեղծող քաղաքակրթությունը, որին ես մեկ բառով ասում եմ Արարիչ, իրենք ինձ տեղեկացրել են, որ այդ մարդը ես եմ։ Ինձ 2011 թվականից Արարիչը, ստեղծող քաղաքակրթությունը, ինձ դաստիարակում է, ինձ ինֆորմացիա է տալիս, ինձ տեղեկացնում է, փաստեր է տալիս, որպեսզի այդ ծրագիրը ես իրականացնեմ։ 2018 թվականին այդքանը ես ընդունելով, հասկանալով, որ այդ մարդը ես եմ, 17 թվականի աշնանը եկել եմ Հայաստան։ Ուղիղ տեքստով ես արդեն այսօր անցել է արդեն 8 տարի, ես երբեք դուրս չեմ եկել ու չեմ ասել, որ այդ մարդը ես եմ։ Ես մտածում եմ, որ դուք կհասկանաք, իմ գործունեությունից ելնելով կհասկանաք, որ այդ մարդը ես եմ, բայց տեսնում եմ, որ անիմաստ է, ձեր նպատակներն ուրիշ են, դուք այդպիսի նպատակ էլ չունեք եւ չեք էլ կարող հասկանալ, նստել ու լսել, թե ես ինչ եմ խոսում։ Դրա համար ստիպված արդեն, քանի որ 11 թվականից մինչև 29 թվականը դա անցումային դարաշրջանն է, որպեսզի նոր աշխարհակարգ հաստատվեր, արդեն մնացել է 3 տարի, ես ստիպված դուրս եմ եկել ու ձեզ ասում եմ, որ այդ մարդը, որը պետք է գա, մեր ազգի մեջ պետք է ծնվի եւ նոր աշխարհակարգը հաստատի, նոր ոսկե դարաշրջանը մարդկությունը վայելի, այդ մարդը ես եմ, ես որպես ընդամենը հրահանգիչ, ես ինչ-որ մի յուրահատուկ մարդ չեմ, ես նույնպես ձեր նման ունեմ ընտանիք, աշխատում եմ, ունեմ նախասիրություններ, սիրում եմ սպորտ, հասկանում եք, ես ինչ-որ մի յուրահատուկ մարդ չեմ, ուղղակի ես կարող եմ ասել, թե որոշակի փաստեր բերել, թե ինչու եմ այդ մարդը ես այդ փաստերը ունեմ, օրինակ չի կարող ինչ-որ մի ուրիշ, եթե մեր ազգից պետք է լինի, այդ մարդը մեր ազգի մեջ պետք է ծնվի, ես օրինակ ասեմ, ինչի չի կարող լինել այդ մարդը գյումրեցի, ես ինքը Սիսիանից եմ, ինչու պետք է այդ մարդը լինել հենց կոնկրետ Սիսիանից։ Նայեք ժողովուրդ ջան, ժամանակին Հայաստանը
2000 տարի առաջ, 3000 տարի առաջ Հայաստանը որպես պետություն եղել է կառավարման կենտրոն, մտածողական կենտրոն։ Մեր տարածաշրջանում ինչ որ ժողովուրդներ, եթե հարևան իրենց ժողովուրդների հետ հակամարտության մեջ են մտել, ապա որպես օգնություն երբեմն դիմել են հայ թագավորներին, որպեսզի այդ հակամարտությունը լուծեն։ Ինչպես օրինակ մեր օրերում է տեղի ունենում Ռուսաստանը, Ֆրանսիան, Ամերիկան հանդես են գալիս որպես կառավարման կենտրոններ, տարբեր հակամարտություններում իրենք հանդես են գալիս որպես միջնորդներ։ Ճիշտ է, այդպիսին եղել է ժամանակին Հայաստանը, այսինքն Հայաստանը ժամանակին եղել է կառավարման կենտրոն, մտածողական կենտրոն։ Այդ մտածողական կենտրոնը սկիզբը դրվել է Սյունիքում, իսկ ավելի կոնկրետ Սիսիանում։ Այդ մասին խոսում է Պարիս Հերումին, այդ մասին խոսում է Համլետ Մարտիրոսյանը։ Եվ ոչ թե օդի մեջ, այլ կոնկրետ փաստերի հիման վրա։ Սիսիանից են տարածվել Քարահունջ աստղադիտարանը, որ գտնվում է Սիսիանում, Ուխտասարի ժառապատկերները, որ գտնվում են Սիսիանում, դա պատահականություն չէ, մտածողական կենտրոնը հիմնվել է Սիսիանում եւ գիտելիքները աշխարհով մեկ տարածվել են Սիսիանից։ Եվ դրա համար նոր աշխարհակարգը, որը պետք է հաստատվի, այսինքն պետք է վերականգնվի այն աշխարհակարգը, որը ժամանակին եղել է, այն մտածողական կենտրոնը, որը եղել է ժամանակին Սիսիանում, նա պետք է վերականգնվի։ Իսկ ով կարող է վերականգնել։ Տրամաբանորեն իհարկե Սիսիանի բնակիչը։ Եթե այդ մտածողական կենտրոնը ժամանակին լիներ օրինակ ապարանում, ուրեմն ստեղծող քաղաքակրթությունը ապարանի ինչ որ մի բնակչի միջոցով պետք է ամեն ինչ աներ, այդ մարդուն, այդ ապարանցուն տար գիտելիքներ, ուղղորդեր, որպեսզի այդ ապարանցին այդ մտածողական կենտրոնը վերականգներ։ Քանի որ եղել է Սիսիանում, այդ իսկ պատճառով Սիսիանի որևէ բնակչի միջոցով այդ ամենը պետք է իրականություն դառնա։ Եվ հիմա այդ մարդը ես եմ, ես ձեզ տեղեկացնում եմ եւ ունեմ փաստեր, ինձ կոնկրետ Արարչի կողմից, Արարող քաղաքակրթության կողմից ես ստացել եմ նվեր, որ որևէ գիտահետազոտական ինստիտուտ չի կարող այդ առարկայի ծագումը բացատրել։ Այդ առարկան իմ ձեռքի տակ է գտնվում։ Ոչ մի ֆիզիկոս, քիմիկոս այդ առարկայի ծագումը, թե ինչպես է ծագել, նա չի կարող աշխարհի բոլոր գիտնականները հավաքեն, չեն կարող բացատրել։ Այդ առարկան իմ ձեռքի տակ է գտնվում եւ ես ասում եմ եւ դրա հիման վրա եմ ես հասկացել, որ այդ մարդը ես եմ։ Եվ ինչ որ մի յուրահատուկ մարդ չեմ։ Հասկանում եք։ Ինձնից առաջ ծնվել են մարդիկ։ Այդ ծրագրի իրականացման համար, որպեսզի ամեն մեկը իր մասնագիտությամբ իր աշխատանքը կատարի։ Այսինքն ես այդ ծրագրի իրականացման վերջին օղակն եմ։ Իմ անելիքը հանդիսանում է նրանում, որ ես այդ մարդկանց կատարած աշխատանքից ինչ անհրաժեշտ է, պետք է ինչ փաստեր, գիտելիքներ, որ այդ մարդիկ իրենց աշխատանքներում կատարել են, ես պետք է վերցնեմ, միավորեմ, վերամշակեմ եւ մատուցեմ ձեզ։ Ես կարող եմ այդ մարդկանց անուններից ոմանց անունները ձեզ տալ, որպեսզի իմանաք։ Այդ մարդկանցից են Ժակ Ֆրեսկոն, Լև Կլիկովը, Արմեն Դավթյանը, որոնք իրենց մասնագիտությունից ելնելով աշխատանք են կատարել նոր աշխարհակարգը հաստատելու համար։ Իսկ քանի որ ես վերջին օղակն եմ, հրահանգիչը ես եմ։ Դրա մեջ որևէ ինչ-որ մի առանձնահատուկ բան չկա։ Ինչ-որ մեկը մի Սիսիանի ինչ-որ մի բնակիչ պետք է լիներ։ Հիմա տարբերություն կա, որ իմ հորեղբոր տղան չէ, իմ հարևանի տղան չէ, այդ մարդը ես եմ։
Ընդամենը դուք պետք է, ես չեմ ցանկանում, որ դուք հավատաք, դուք պետք է համոզվեք, ես ինչ ասում եմ, ես կցանկանայի, որ դուք համոզվեք, իսկ համոզվելու համար պետք է ծանոթանաք ինձ հետ։ Արդյոք Սիսիանի որևէ մի բնակիչ խոսում է այն ամենից, ինչից ես եմ խոսում, կամ ընդհանրապես Հայաստանում, կամ մի որևէ մեկը, որը խոսում է նոր աշխարհակարգի հաստատման մասին, չկա։ Դե դուրս եկեք ու խոսացեք, ու եթե դուք այդ մարդկանց աջակցեք, վաղ թե ուշ կհասկանաք, որ այդ մարդիկ սխալ մարդիկ են։ Իրենք ցանկացել են փառավորվել, չգիտեմ, օգտվել դրանից։ Իսկ ես փառավորման կարիք չունեմ։ Իմ նպատակն է, որպեսզի ամբողջ մարդկությունը մտնի այդ ոսկե դարաշրջանը։ Ես դա անում եմ իմ երեխաների համար, մեր բոլորի երեխաների համար։ Ես որոշակիորեն ձեզ ներկայացնեմ այդ ինչպիսի դարաշրջանում կապրեք, եթե այդ ծրագիրը իրականացնենք։ Հիմնականում իրականացվելու է Ժակ Ֆրեսկոյի պրոյեկտ Վեներան, ինչ-որ փոփոխություններով։ Երկիր մոլորակը հայտարարվելու է ամբողջ մարդկության հայրենիքը և բնական ռեսուրսներով ու օգտակար հանածոներով ամբողջ մարդկության սեփականությունը։ Յուրաքանչյուր մարդ ստանալու է երկիր մոլորակի բնակչի անձնագիր, չեն լինելու պետական սահմաններ։ Երկիր մոլորակը 8 միլիարդ մարդկության հայրենիքն է։ Չեն լինելու սահմանապահներ, տամոժնյաներ, կոնսուլներ, որպեսզի ձեզ վիզաներ տան մի տեղից մի տեղ տեղափոխվելու համար, շրջագայելու համար։ Չի լինելու ոստիկանություն, չի լինելու բանկային համակարգ, փողային համակարգ, ոստիկաններ, բանկիրներ, չի լինելու ռազմական արդյունաբերություն, ռազմական բազաներ, պատերազմներ, դժբախտություն, սով, բժշկությունը լինելու է դեղաբույսերի հիման վրա, սննդամթերքը լինելու է առողջ, ոչ թե քիմիկատներով։ Հասկանում եք, այսպիսի աշխարհակարգ պետք է մենք մտնենք, եւ դա հեքիաթ չէ, որ մտածեք, որ դա անհնարին է։ Ոչ, ընդամենը պետք է հասկանալ, ինչպիսի քայլերի միջոցով դրան հասնել։ Ձեր մոտ կարող է հարց առաջանալ, իսկ այս գործող համակարգը, այս սատանաները կարող են արդյոք մեզ խանգարել։ Չեն կարող, ժողովուրդ ջան։ Եթե դուք փորձեք պայքարել սրանց հետ, ապա իմացեք դուք կհայտնվեք իրենց թակարդում։ Ես չեմ առաջարկում ձեզ սրանց հետ պայքարել։ Ընդամենը ես առաջարկում եմ դադարեցնել համագործակցությունը սրանց հետ։ Եվ դրա իրավունքը դուք ունեք։ Դուք ինքներդ եք որոշում համագործակցեք այս սատանաների հետ, թե ոչ, համագործակցում եք, հայտնվել եք ստրկության մեջ, ուրեմն հասկացել եք, որ ստրկության մեջ եք, ուրեմն դադարեցրեք ձեր համագործակցությունը և ստեղծեք, հարարեք նոր աշխարհակարգ։ Եկեք միասնական ուժերով համախմբվենք, ամեն մեկս իր իմացությամբ մեր նպատակը դնենք դա, որ այս աշխարհակարգի հետ պետք է մենք դադարեցնենք մեր համագործակցությունը, ես կասեմ ինչպես, դա կանենք ինչ քայլերի շնորհիվ, եւ մեզանից յուրաքանչյուրը ինչ է անելու նոր աշխարհակարգը հաստատելու համար։ 10 տարվա ընթացքում մենք երկիր մոլորակ կարող ենք վերածել դրախտի։ Չեք ցանկանում։ Չեք ցանկանում դրախտում ապրել, այսինքն դրախտային պայմաններում ապրել։ Չլինեն պատերազմներ, սով, քաղց։ Եկեք համախմբվենք, այդպիսի նպատակ դնենք, տեսեք հնարավոր չի իրականացնել։
Այսքան է ուզում ձեզ ասել, ժողովուրդ ջան։ Ամեն ինչ հնարավոր է, ընդամենը դուք պետք է ձեր ժամանակից ամենաթանկ բանը ձեր մարդու կյանքն է, չէ՞։ Եթե դուք այդ նպատակի համար, այդպիսի նպատակի համար ձեր ժամանակից ժամանակ տրամադրեք, իմացեք, որ արարիչը, արարող քաղաքակրթությունը, որը մեզ որպես արարածներ ստեղծել է, հաստատ իմացեք, մեր թիկունքին կանգնել, ոչ միայն մեր թիկունքին, ամբողջությամբ եւ մեր արջևում, եւ մեր հետևում, եւ մեր վերևում, եւ աջ, եւ ձախ կողմերում, ամբողջությամբ կանգնած է մեր կողքին, արարող քաղաքակրթությունը։ Իրենք ցանկանում են դա։ Արդյոք դուք ցանկանում եք, հայեր ջան, այդ առաքելությունը մեր ազգինն է, մենք պետք է անենք, ուրիշ ոչ մի ազգ չի կարող այդ ծրագիրը իրականացնել։ Մենք ենք խոսում հայոց լեզվով եւ այն գաղտնիքները, որ հաղորդման սկզբում ասեցի, ես կասեմ, կտեղեկացնեմ միայն այն ժամանակ նրանց, ովքեր ցանկանում են այդպիսի նպատակ կդնեք, կգաք եւ միասնական ուժերով միասին այդ ծրագիրը կիրականացնենք, չէ՞։ Եթե դա չարեցինք, մինչև 29 թվականը դեռ ժամանակ ունենք։ Ապա շատ վատ օրեր են ձեզ սպասում։ Ոչ թե ես ձեզ վախեցնում եմ, այլ ընդամենը մարդ պետք է գիտեք ինչպես է ընդհանրապես պետք է արժանի լինես, որպեսզի երջանիկ լինես, հասկանում եք։ Իսկ արժանի լինելու համար քայլեր ձեռնարկիր, փոխիր քո աշխարհայացքը, մտահորիզոնը։ Իմ հաղորդումներում ես խոսում եմ այդ մասին, ինչպես բարձրացնել հոգևոր մակարդակը, ինչ գործիքների շնորհիվ, եւ կտեսնեք, որ այդ ծրագիրը այնքան աներևակայելի ծրագիր չէ։ Շատ հեշտությամբ կարող ենք իրականացնել մեր երեխաների համար եւ վայելել մեր կյանքը։ Այլապես շատ վատ օրեր են սպասում, ժողովուրդ ջան։ Ես ձեզ ասում եմ, ես տեղեկություն եմ ստանում արարող քաղաքակրթությունից, շփվում եմ, ինչպես եմ շփվում, ինչպես է դա տեղի ունենում։ Ես ասում եմ, ես ձեզ չեմ ասելու, չեմ խոսում այդ մասին։ Ժամանակը կգա, ամեն ինչ կիմանաք։ Եվ այդ հնարավորությունը դուք էլ ունեք։ Այնպես չէ, որ ես չգիտեմ ով եմ, իսկ դուք չունեք այդ հնարավորությունը։ Յուրաքանչյուր մարդ արարող քաղաքակրթության հետ ունի սեփական հնարավորությունը շփվելու։ Այսքան ես չեմ ուզում այլևս երկարացնել։ Գրեք մեկնաբանություններում ինչ եք մտածում, եթե ցանկանում եք այս ծրագիրը իրականություն դառնա, եկեք միասին դարձնենք իրականություն։ Շնորհակալություն, ցտեսություն ձեզ։